բայց Պարոն կներեք, էլի Նիկոլը պատասխանելով այդ հարցին ինչ է հայկական ժամանակի վրա հղում տալիս, ասում է քիվեստը չունենք։ Այ մի հատ խնդրում եմ, էլի բացատրեք ինչ է նշանակում, то есть ինչի է դա անհնար։ Նայեք, այդ էլի հիմա ես ձեզնից երկուսից էլ այս առումով ներողություն խնդրեմ նախապես, որտեղ հիմա այս պատկերացնում եմ, որ կասեմ բաներ, որոնք շատ պարզ է, բայց եկեք մենք էլ ընդունենք, որ մեր հանրության համար այս խնդիրները եւ հետեւաբար մի փոքր ավելի բացվածքով գնանք։ Ժողովուրդ, ում քանակական մի բան ասեմ ձեզ։ Ուրեմն ամբողջ Ղարաբաղյան կարգավորման գործընթացի փաստաթղթերի քանակը իրական փաստաթղթերի քանակը եւ այն ինչ որ հիմա հրապարակվել է, այդ հրապարակվածը, եթե դրանից ֆիլտրենք թողենք մենակ փաստաթղթերը, հա, դրա 5%-ն էլ չի։ Ես ուզում եմ մենք սա շատ հստակ մի հատ պատկերացնենք։ Այսինքն հետեւաբար այդ ուրեմն չգիտեմ այդ աղմկահարույց անվանումների, վերնագրերի եւ այլի ներքո գնում ենք հրապարակելու փաստաթղթերը եւ այլն, այդ հրապարակված մասը 5%-ն է չի։ Եվ այստեղ հիմա ես էլ մի հատ գովազդային դադար անեմ, հա, այս առումով, ուրեմն ով դրա նկատմամբ ունի իրապես հետաքրքրություն, իսկ Կարծացեք Կարեն Մեքարյանի գրքերը, Աննա Կարապետյանի ՀՀԿ Ղարաբաղյան դոսիե, որը ինքը չկա երևի ստեղ ձեռքի տակ, շատ հաստափոր գիրք է, այդ փաստաթղթերի հանրայնացված ժամանակին գաղտնազերծված, որտեղ բաներ կան, որ չեն գաղտնազերծվել, հա, գաղտնազերծված այդ ամբողջ փաթեթների հայերեն թարգմանությունները, վերլուծությունը, ժամանակագրության, քրոնոլոգիա եւ այլ եւ այլ։ Այսինքն, ասենց ես ուղղակի էզով ասեմ, ինքը այս հաստության գիրք է։ Իդեպ, սա մենակ գաղտնազերծվածն է։ Հետևաբար, որպեսզի պատկերացնեք, թե այս հրապարակածը քանակական իմաստով դրա, ասում եմ, երևի 5%-ն է ընդհանրապես։ Հիմա ինչ է նշանակում ինչ որ բան չկա չենք գտնում։ Ժողովուրդ, մի հատ հələ պատկերացրեք, մենք երեքով նստած ենք, չեմ ուզում որևէ երկրի կամ ժողովրդի վիրավորել, եւ մենք խոսում ենք որևէ երկրի մասին, պետության մասին, ուրեմն վերլուծում ենք տեղի ունեցող իրադարձությունները եւ ասում ենք, ուրեմն կառավարության ղեկավարը վեր կացավ ասեց, ուրեմն չենք գտել այդ փաստաթուղթը։ Դուք հասկանում եք, ինքը ծիծաղելի է, մեր երկրին է վերաբերվում, չես կարում վրան ծիծաղես իրականում, որտեղ սիրտը տա ցավում, բայց այդ ծիծաղելի է առնվազն։ Իսկ ինչ է նշանակում, ես այդ փաստաթուղթը չեմ գտել։ Շարունակեմ շղթան։ Ինչ է նշանակում, ուրեմն ես այնքան փաստաթուղթ ունեի ձեռքի տակ, դա էլ այս նոր թարմ հայտարարություններից, որ ես չէի պատկերացնում հիմա վերջը ինչը որն է։ Ես խնդրել եմ ԵԱԿ Մինսկի խմբի համանախագահներին, որ ինձ ասեն հիմա մի հատ լավ կարելի է մի հատ սեղմված տարբերակ տալ, հիմա սեղանին ինչա գտնվում։ Հիշեցնեմ ինչև է ասվածը։ Այն ինչը մենք անում ենք Ալիևի այդ հանդիպումներ եւ այլ, 18-ի վերջ, 19-ի սկիզբ գարուն։ Ուրեմն սա ոչ թե բանակցություններ են, այլ ուրեմն ես տեղեկանում եմ, խոսում եմ, շփվում եմ Ղարաբաղյան բանակցային գործընթացի պատմության վերաբերյալ։ Եվ սա ասում է երկրի կառավարության ղեկավարը, ժողովուրդ, ես ուզում եմ սա պատկերացնեք, հա, այսինքն տպավորություն, որ եթե մի քիչ բառակազմը փոխեր, ուրեմն ԵԱԿ Մինսկի խմբի համանախագահները, երբ որ հերթական այց արել են Երևան, խնդրել է իր սեղանը ու բոր կաղնել։ Խառաթղթերը լցրած։ Հա, ու ասա մի հատ կգտնեք, հիմի որն է։ Ուրեմն լավ, սա անգամ մեկնաբանելի չի, որպես այդպեսին։ Արհեստական բանականություն լիներ, կարող արագ գցել։ Հիմա գալով, բայց անշ գալով 19 թվական։ Հիմա 19 թվականի փաստաթուղթը այս հրապարակվածների մեջ ես ներողություն եմ, այ լիկբեզի համար էլի։ Եկեք կոնտեքստը տանք։ Նիկոլը գալիս է իշխանության 2018-ին։ Հետո սկսում է 20-ին պատերազմ։ Պատերազմը պարտվելուց հետո ինքը հայտարարում է այն մասին, որ ոչ մի առաջարկ էլ չի եղել իրեն, որը որ նայ արի մի քիչ հետ գնանք։ Ուղղակի տանկ է հերթականությունը։ Արի հələ հետ գնանք, որտեվ ինքը միջև պատերազմ ասում էր ինչ ուզում ենք անել բանակցում ենք։ Էդ էլ ֆիքսենք, հա, որ միջև այդ ինքը խոստանում էր, որ մենք հանրությունից գաղտնի ոչինչ չենք պահի։ Հետո ասում էր, որ ոչ մի առաջարկ էլ չի եղել, այսպես կոչված Լավրովի պլան։ Կհիշես այդ ձևակերպը։ Ձեր թույլտվությամբ էլի, որ պետք է այդ մեխերը։ Կոնտեքստը տանք է, որտեղ մարդիկ չեն հասկանում 19 թվին ինչի է կարևոր, որտեղ լիքը մարդ մոռացել է նայել։ Եկեք ուրեմն այդ դեպքում
Բավականից այդ կոնտեքստի ամենակարևորները ֆիքսենք, մի քիչ ժամանակ է տանելու կներեք, բայց ես հասկանում եմ, որ դա կարևոր է շատ, հա։ Եկեք սենց անենք։ 2018 թվական։ Նայ, գալիս է իշխանության։ Մայիսին եկավ իշխանության։ Գալիս է իշխանության։ Արցախի հարցով ինչ վիճակ էր։ Երկու զուգահեռ գիծ է գնում, իրարից տարբերությունը շատ դեպքերում օրեր է։ Ուրեմն մի կողմից հայտարարում է պաշտոնապես, որ մենք պատասխանատու պետության պատասխանատու իշխանություն ենք, եւ հետեւաբար մենք մեր ստանձնած միջազգային պարտավորություններ Ղարաբաղյանի պարագայում բանակցային ընթացք շարունակելու ենք նորմալ պատշաճ ձևով։ Մի կողմից սա է հայտարարում։ Մյուս կողմից հայտարարում է, հետո այս երկրորդը սկսում է խորացնել, որ ուրեմն ինչ է նշանակում բանակցային ժառանգություն, ես սկսելու եմ իմ կետից, ոչ թե ես շարժվելու եմ Սերժ Սարգսյանի կետից, ես սկսելու եմ իմ կետից։ Սա հետո խորացնում, հասցնում է աբսուրդելի գագաթնակետին, ասում է չի եղել դիվանագիտություն, ես նոր եմ ստեղծում դիվանագիտությունը ընդհանրապես։ Այսինքն, հա, այդ միտքը ասել է։ Ուրեմն արդյունքում, տեսեք, ես ինչի եմ սրանք ֆիքսում, շատ կարևոր է Վահուժան ջան, ու համաձայն եմ ձեր հետ, որ սա դիտալ հանրությանը, որ այդ ամբողջ շղթան Հա, որտե մարդիկ չեն։ Օրինակ դիվանագիտության պահը ես չեմ հիշում։ Նորից գովազդային այդ միջում, ուրեմն հայազգ մատենաշար ընտրված պարտություն։ Ուրեմն բոլոր թեզերը 18-ից մինչև 21 թվականի ընտրություն, ինչը բոլոր ուղղություններով արտաքին քաղաքականության եւ նաեւ Ղարաբաղյանի մեզ տարել է հասցրել է նրան ինչին հասցրել է, հավաքական բոլոր հղումներով արկա է, ում հետաքրքրում է կարա վերցնից անոթալ։ Լավ։ Հիմա ուրեմն ինչա կատարվում, տես։ Առաջի շփոթը ցանկացած գործընթացի մասնակից դերակատարի մոտ։ Օրինակ ԵԱԿ Միսկի խմբի ցանկացած համանախագահ երկրում։ Հիմա այս մարդը ինչ անում, այս մարդը ինչ-որ նոր կետից է գալիս, այս մարդը շարունակում է, ինչ-որ չի հասկացվում։ Ինչ է ուզում ասել։ Առավոտյան ուրիշ բան է, երեկոյան ուրիշ բան է, ինչ-որ չի հասկացվում։ Իսկ սա առաջին մտցվող լուրջ շփոթն է։ Հիմա երկրորդ լուրջ շփոթը, որը մտցվում է այդ նույն ժամանակ, ես իրավասու չեմ բանակցել Ղարաբաղի փոխարեն, ուրեմն դրա ոչ մի իրավունքը չունեմ, այդտեղ հետո մի քիչ էլ թեման ջրի կանում է, ուրեմն ես ոչ հոգեբանական կապվածություն ունեմ, ոչ այդ բանով ծնվել եմ այնտեղ, ոչ ազգակցական բարեկամական եւ այլն, ոչ էլ ինձ Արցախի ժողովուրդը ընտրել է, որ ես իրանց փոխարեն բանակցեմ, եւ հետեւաբար Արցախը պիտի վերադառնա բանակցային սեղան, ես պիտի բանակցեմ Հայաստանի փոխարեն, Արցախը պիտի բանակցի իր փոխարեն։ Հիմա ուշադիր եղեք, հատուկ եմ զույգերով ասում, որ շփոթը լրիվ պատկերացնելի լինի։ Որ այս նույն մարդը, այս նույն ժամանակ զուգահեռաբար ասում է, մեր ու Արցախի մոտեցումները նույնական են անգամ դետալներում։ Մի հատ խնդրում եմ ֆիքսեք։ Ուրեմն ես Արցախի փոխարեն բանակցելիք չունեմ, թող Արցախը գա, բայց մեր տեսակետները նույնական են անգամ դետալներում։ Այսինքն միանգամից առաջանում է շատ բնական։ Մենք բոլորս գիտենք, որ դա տենց չէր։ Իհարկե տենց չէր։ Միանգամից առաջանում է բնական հարց։ Բայց այդ որ ձեր մոտեցումները նույնական են անգամ դետալներում, ինչ չի գալիս, այնա ներկայացնում ես։ Բնականը թե բնական չի։ Երկրորդ խնդիրը, որ սրանով շատ լուրջ ստեղծեց ու հետո խորացրեց։ Տեսեք, շատ հետաքրքիր, կարևոր հանգամանք կա։ Արցախը եղել է բանակցությունների մաս։ Այսինքն ինքը չի եղել լիարժեք, բայց ինքը եղել է բանակցությունների մաս։ Այդ իրան ստեղծած քարոշչական թեզներ, որ տենց չի հեսա գալիս են Արցախը բերենք հետ։ Հետևաբար սա, եթե մանրացնենք շատ ժամանակ կքաշի, ուղղակի ֆիքսենք, որ թվում է դետալ է, ուրեմն բառակազմ է, ուղղակի արտահայտված միտք է, բայց իրականում ստեղ կա շատ լուրջ տարբերություն։ Այսինքն դարձնել Արցախի ներկայությունը բանակցային գործընթացին լիարժեք, թե խոսել նրա մասին, որ Արցախը չկար, Արցախը պետքա բերել, երբ որ Արցախը արկա էր։ Ուղղակի դա ոչ լիարժեք էր։ Ուրեմն, ստեղ ստեղծում է երկրորդ շփոթը։ Ուրեմն հիմա բերում ես, ինչ ես անում։ Դու ուզում ես Արցախը վերադել, թե անգամ դա ամենալավ բարի նպատակներից է արվում։ Բանակցությունները դրանով տորպեդահարվում են, թե շարունակվում են։ Այսինքն դու սա բերում ես որպես վերջնագիր, թե դու սա բերում ես որպես բանակցային դիրքորոշման տարբերություն, հա? Հիմա սրա ներքո սեփական հանրությանը սկսում է ասել հետեւյալը. չկա բանակցություն։ Բանակցություն չկա։ Մեր հանդիպումները բոլորը ընդհանրապես դրանք ուրեմն քննարկումներ են ոչ բովանդակային, բանակցություն որպես այդպեսին չկա։ Եվ նորից խորացնում է թեզը, որ ես բանակցելու եմ իմ կետից։ Ցինիկանում ատեղել, մեստեղ հարցնում են ինչ եք բանակցում, ոնց ենք բանակցում, ինչ ուզեն ենք, այն է բանակցելու ենք, ոչ մեկի գործը չի, մոտավորապես։
Գալիս է հաջորդ թեզը, որը նույնպես բավականին լուրջ հարված է հասցնում ոչ բանակցային գործընթացին։ Ուրեմն պետք է գտնել այնպիսի լուծում, որը ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Ադրբեջանի ժողովրդի եւ Արցախի ժողովրդի համար։ Ազգային ժողովի Ուրեմն ինչ որ մարդիկ սրանց սկսում են ծափահարել, չպատկերացնելով սա իր հետ ինչ է բերում եւ ինչ կարգի է սա ակտիվացնում Ադրբեջանին, մոտիվացնում Ադրբեջանին եւ փոխում Ադրբեջանի դիրքերը բանակցային սեղանին։ Ֆիքսենք որ ցածր դիրքերը։ Շատ ցածր դիրքերը բարձրացնում։ Ուրեմն սա էլ բանաձևային ֆիքսենք, սա ինչ նվեր էր Ադրբեջանին, որովհետեւ պատկերացնելի լինի։ Նայեք, իրավունքը սակարկելի չի։ Հստակ եմ ասում։ Այսինքն եթե կա ամրագրված իրավունք, ուրեմն իսկ Արցախահայության համար կա իրավունք, ինչպես նաև աշխարհի ցանկացած վայրում, դա մարդու իրավունքների բլոկի մասա որպես այդպեսին հավաքական իրավունքը, այդ թվում իր ճակատագիրը որոշելու էս անելու, այն անելու, որ հետո բոլոր փաստաթղթավորումներով գալիս է հասնում է ինքնորոշման իրավունք ասվածին։ Այսինքն սա իրավունք է։ Այսինքն չի կարա Ադրբեջանը կարծիք արտահայտի իրավունքը սահմանափակելու վերաբերյալ, իրավունքից զրկելու վերաբերյալ, կարա բանակցի ցանկացած նյուանս, կարա հասկանա, որ այդ ինչ որ ձևով դա կյանքի կոչման ճանապարհային քարտեզ ունենա, ինչ ձևով ունենա, բայց ոչ սահմանափակի։ Հիմա հետեւաբար դրվում էր միանգամից խնդիր, որ մենք իրավունքի պաշտպանության գծից հետ քայլ ենք անում, ասում ենք, գիտեք, եթե դա իր ժողովրդի համար ընդունելի չի, ուրեմն այս իրավունքը ես իմ կարելի է միգուցե վերանայել, հա, սենց է ստացվում։ Բայց այդտեղ կար երկրորդ շատ ուժեղ հարվածը։ Ադրբեջանը տասնամյակներ փորձ է արել միշտ բանակցային սեղան բերի մոտեցում, որ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ցանկացած հանրակրվե, եթե հարցը հասավ հանրակրվեին, պիտի արվի ոչ թե Ղարաբաղի տարածքում, այլ ողջ Ադրբեջանում։ Ուրեմն այս թեզը Հայաստանի կողմից որ մերժվում էր պարզա, բայց նաև միջազգային հանրությունը եւ այս պարագայում Յակոմիսկի խմբի համանախագահները այս թեզը մերժում էին, բերելով դրա հետ կապված բավականին լուրջ օրինակներ, տեսական հիմք, պրակտիկ հիմք եւ այլ։ Հիմա Հայաստանի վարչապետի պաշտոն զբաղացնողը ասում էր դա պիտի լինի ընդունելի 3 կողմերի համար։ Ընդունելիության հաշվարկելի մեխանիզմը ո՞րն է։ Ոնց դի որոշեին, որ դա Ադրբեջանի համար ընդունելի է։ Զգացողությամբ։ Ահա։ Այսինքն Ադրբեջանի պայքարած ու ոչինչի չհասած հանրակրվեի թեզը նորից ստանում էր լիակատար կյանքի իրավունք, միսուարյուն եւ այլ։ Հետեւաբար այս թեզը մյուս կործանարար թեզն էր։ Հիմա մի էլեմենտի էլ անդրադառնամ ու գանք արդեն այդ 19-ի եզրագծին։ Տեսեք։ Ուրեմն Արցախյան հիմնախնդրի մեկնարկից, ապա նաև Խորհրդային Միության փլուզումից հետո, երբ որ մենք գործ ունեցանք արդեն Խորհրդային Միությունից անջատված անկախ հանրապետությունների հետ։ Ամբողջ բանակցային գործընթացի հիմքում հայկական երկու կողմերի դրած դիրքորոշումը եղել է ինքնորոշման իրավունքը, որ այսինքն այս ամբողջ պայքարը ինքնորոշման իրավունքի իրացման համար է, որը կա այդ իրավունքը ուղղակի իրացման խնդիրը պետք է բերել հասցնել իր վերջակետին։ Ուրեմն սրանով էր նաև պայմանավորված, իդեպ հիմա այս փաստաթղթերի նաբորի մեջ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 4 բանաձևերն էլ հրապարակել, որոնք էլի շատ վաղուց հրապարակված փաստաթղթեր են, շատ վաղուց հրապարակված փաստաթղթեր են։ Ուրեմն նաև սրանով է պայմանավորված եղել մշտապես, որ Հայաստանի նկատմամբ որպես պետություն չի առաջացել երբևէ որևէ խնդիր միջազգային դերակատարների մոտ, ինչ որ սանկցիաներ կիրառելու, ագրեսոր փորձելու դիտարկել նրան ագրեսոր, փորձելու դիտարկել ուրեմն այդտեղ պատերազմի հրահրողի կամ որևէ նման բան չի եղել, որտեղ հիմքում դրված եղել ոչ թե տարածքային խնդիր, այլ հիմքում դրված եղել մարդը, նրա իրավունքները, այս դեպքում հավաքական եւ ինքնորոշման իրավունքի իրացման ճանապարհը, խնդիրը եւ այլն։ Հիմա ուրեմն հիշեցնում եմ ձեզ ինչ արեց Ստեփանակերտում ու դա հեսա ուղիղ կկապենք Անժելայի 19 թվականի հարցրած փաստաթղթի հետ։ Ուրեմն Ստեփանակերտում հայտարարվեց Արցախը Հայաստանը 2019 թվականի օգոստոս ամիս։ Արցախը Հայաստանը եւ վերջ։ Ուրեմն սա ավտոմատ ողջ բանակցային տրամաբանության ուրեմն խեղաթյուրում էր, ավիրում էր միաժամանակ, որի մեջ, այդ ավերի մեջ կան գծեր, ասենք, Ադրբեջանի պարագայում առաջանալու էր հարց, բայց ինքը ինչի շուրջա բանակցում, բնական է,
ԵԱԿ Մինսկի խմբի համանախագահների ավելի լայն միջազգային հանրության համար առաջանալու էր խնդիր, բայց մի րոպե։ Մենք որպես միջնորդական առաքելություն մենք ամբողջ մեր ջանքը ներդրել ենք այդ բալանսը գտնելու եւ դրանով լուծման հասնելու, ոչ թե միակողմանի դուր շղկացնելու հետ, որը նենց է շղկացնում պատերներ հետը փլվում է։ Հայաստանի համար, Հայաստանի Հանրապետության, ինչպես նաեւ Արցախի Հանրապետության, տասնամյակներ տարած բանակցային գծի հետ, սա ուղղակիորեն ջախջախիչ բախում էր բերում իր հանհամատեղելիության ներքո։ Ինչ եմ սա հիշեցնում, հիմա տեսեք։ Հա, իդեպ, միացած սենց թեմայից կես րոպե շեղվեմ։ Հələ պատկերացրեք այս շփոթը։ Ուրեմն հիմա պատկերացրեք ձեզ մեր երկրի աշխարհով սփռված դեսպանատներից որևէ մեկում դեսպանը նստած ստանում է հրավեր, որ այդ ԱԳՆ պիտի գնա ինչ-որ խորհրդակցությունների հյուրընկալող երկրի, ու հիմա կանգնում է հարցի առաջ։ Հիմա ես չեմ բանակցում, թե Արցախը գա իր փոխարեն բանակցի, թե Արցախը Հայաստանա եւ վերջ։ Ես հիմա գնալու եմ այդ երկրի ներկայացուցիչներին, ինչ ասեմ, Հայաստանի դիրքորոշումը ո՞րն է։ Ախր սրանք իրարամերժ են։